Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Անիկը վաղ առավոտյան մտահոգ քայլերով դուրս է գալիս տանից։ Նրա աչքերում անքուն գիշերվա շունչն է, ուղևորվում է հիվանդանոց տեսնելու Վռամին, ում վիճակը ըստ բժիշկների արդեն կայունացել է։ Վռամը եկել է գիտակցության, մի քանի բառ է արտասանել, իսկ սա արդեն հաղթանակ էր համարվում։ Անիկը ճանապարհին մի կարևոր զանգ է կատարում։ Նա զանգում է Սոնային, ձայնը մեղմ, անգամ մի փոքր դողացող, եւ ոչ թե ատելությամբ լի, ինչպես նախկինում էր, այլ խնդրանքով։ Նա առաջին անգամ խոսում է Սոնայի հետ այնպես, ինչպես խոսում են հարազատ մարդիկ։ Խնդրում է, անգամ աղաչում, որ Սոնան գա հիվանդանոց Վռամին տեսակցության։ Այս խոսքերն այնքան անսպասելի են Սոնայի համար, որ վերջինս ակամա շփոթվում է։ Նա հիշում է բոլոր այն պահերը, երբ Անիկը իր վրա սառը քար էր դրել ու իրեն օտար էր զգացրել։ Սակայն հիմա իր ականջները լսում են մի բան, որը երբեք չէր պատկերացրել։ Եվ այո, Սոնան համաձայնում է, նստում է մեքենա եւ արագ հասնում հիվանդանոց։ Երբ նա բացում է վերակենդանացման բաժանմունքի դուռը եւ մտնում Վռամի մոտ, սիրտը սկսում է անհանգիստ տրոփել։ Նա մի քայլ անում է առաջ, բայց Վռամը գունատ ու դեռ թույլ միանգամից արձագանքում է։ Նա վանում է Սոնային, հարցնելով, թե ինչու է եկել։ Նրա ձայնը չոր է, կոշտ, բայց այդ չորության տակ թաքնված է մի հիասթափված հոգի։ Սոնան, չնայելով այս ընդունելությանը, մնում է կանգնած ու աչքերը լցված պատասխանում է, որ ինքը իմացել է Վռամը վատ է ու չի կարողացել չգալ։ Վռամը չի մոռացել, հիշում է ամեն բան։ Ասում է, որ այն ժամանակ էլ էր վատ, երբ նա գնաց ու թողեց իրեն մենակ։ Սոնան այլևս չի կարողանում դիմանալ, արցունքները հոսում են։ Նա խոստովանում է, որ սիրում է Վռամին, որ չի կարող ապրել առանց նրա, որ որքան էլ հեռու մնա, նրա սերն ավելի է ուժեղանում։ Մյուս կողմում Հայկը որոշում է գնալ ոստիկանություն։ Նա մտնում է առանց վարանելու, նստում քննիչի դիմաց եւ վճռական ձայնով ասում է, որ իրականում ինքն է դանակահարել Արմոյին։ Ասում է, որ Վարոն այդպես վարվել է, որովհետև ցանկանում էր իրեն փրկել։ Քննիչը լսում է, թղթերն է թերթում ու վերջապես ասում, որ ամեն բան այդքան էլ պարզ չէ։ Իրեղեն ապացույցները, մատնահետքերն ու այլ փաստերը ուղղակիորեն ցույց են տալիս, որ Վարոն է վնասել Արմոյին։ Հայկը հասկանում է, որ խոսքերը քիչ արժեք ունեն, երբ փաստերը խոսում են իրենց լեզվով։ Նա դուրս է գալիս շենքից, հիասթափված, չիմանալով ինչպես օգնել ընկերոջը, բայց հանձնվողներից չէ։ Նա միանգամից գնում է Արմոյի մոտ։ Արմոն, տեսնելով Հայկին, մի պահ շփոթվում է, բայց վերագտնում է իր սովորական կեղծ հմայքը։ Հայկը գալիս է կոնկրետ պահանջով։ Ասում է, որ եթե Արմոն իր մեջ թեկուզ մի փոքր արժանապատվություն ունի, պետք է ցուցմունքը հետ վերցնի։ Սակայն Արմոնն էլ արդեն սկսել է իր հերթական խաղը։ Նա հասկանում է, որ Սաքոյի հետ ինչ-որ բան է պատահել եւ վստահ է, որ Սաքոյի անհետացման հետևում կանգնած է Աբոն։ Իսկ այժմ Սաքոն իրեն է մեղադրում ամեն ինչի մեջ։ Արմոն զգում է, որ պահը շահեկան է եւ պետք է այն ճիշտ օգտագործի Սաքոյի աչքերում որպես փրկիչ ներկայանալու համար։ Նա Հայկի առաջ մի պայման է դնում, ասում է, միայն մեկ դեպքում ինքը կգնա ու կվերցնի իր ցուցմունքը, եթե Աբոն ազատի Սաքոյին։ Հայկը քարանում է տեղում, շոկի մեջ է։ Նա չէր պատկերացնում, որ Սաքոն, Նարեի հայրը, կարող է այժմ լինել Աբոյի մոտ։ Նա չի հասկանում ինչ է տեղի ունեցել, ինչու է Սաքոն անհետացել, կամ ինչու է Արմոն հիմա թելադրում պայմաններ։ Սակայն գիտի մի բան, եթե ուզում է փրկել Վարոյին, ապա պետք է համաձայնի այս պայմանին, եւ ամեն ինչ տեղի է ունենում հենց այնպես, ինչպես Արմոն էր պլանավորել։ Հարգելի հետևորդներ, արդյոք Վռամն ու Սոնան կհաշտվեն։ Գրեք մեկնաբանություն։